Ով կլինի Հայաստանի վարչապետը հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Իսկում եք նախընտրում թեկնածու։ Սա վիճակը ոչ մեկ արժանիք չունի։ Նիկոլիսը վերջացրած Սամվել Կարապետյանը։ Ով մալինի բացի Նիկոլ Փաշինյանից էր ասում։ Իսկում եք նախընտրում։ Դա նորոդեր սենց ավելավ նախկիններից ով ուզում լինի, թեկուս մեր ձևում ուժեղ Հայաստան, թեկնածու Ռոբերտ Քոչարյան, միայն ոչ Նիկոլ Փաշինյան։ Դա ոչ մենակ աղետ էր ինքը մեր ազգի համար։ Վարդան Ղուկասյանը։ Քուրիջան ես փարսիկ եմ, լավ հայերից եմ հասկանում։ Ոչ մեկ։ Չգիտեմ։ Վարչապետը Այո։ Պարզա Փաշինյանը, Ինչու եք ուզում որ նա լինի։ որովհետև ամեն ինչ անում է մեր երկրի համար։ Իսկ դուք ունեք նախընտրած թեկնածու։ Փաշինյանն եմ մտածում, տեսնենք առաջիկայում։ Չեք կարող ասել, նայած ով ընտրություններում կհաղթի։ Ունեք նախընտրած թեկնածու։ Բացարձակապես ոչ։ Որովհետև ես շատ բաներ եմ գնահատում, արժեքներ, որոնք շատ հազվադեպ է պատահում, որ արդարացնեն իմ սպասելիքները։ Չեմ կարող ասեմ, Ձեր նախընտրած թեկնածու չունեք։ Չէ։ ով որ ընտրվի։ Նախընտրած թեկնածու ունեք։ Չէ, Ինչու։ Չեք։ ես չեմ հետաքրքրվում։ Ինչ-որ մեկը կա, որ համապատասխանի կարծիքները թեկնածուներից ինչ-որ մեկի հետ։ Ասեք թոշակ բարձրացնեն, դա նորմալ չէ, էլի որ բարձրացնեն։ Դա ճիշտ հարց է։ Ինչ 10,000 դրամ ինչ է։ Այդ հարցին չեմ ուզում պատասխանել, որտեղ անիմաստ է։ Դա այն պատասխանը չի, մեկ ուրիշը դիմեք։ Չունեք նախընտրած թեկնածու։ Ինչու։ Չեք որոշել։ Չգիտենք, որոշել չգիտենք։ Սաղզել անորոշ վիճակի մեջ ենք, չգիտենք։ Սամվել Կարապետյանը։ Երևի։ Չգիտեմ, կարծում եմ Պուտինը։ Չեմ կարող ասել։ Չունեք նախընտրած թեկնածու։ Ես ոնց կարամ ասեմ վարչապետով կլինի, եւ որ դա պետքա դեր կուսակցությունները հաղթեն, նոր հետո վարչապետ ընտրեն։ Ովքեր որ- հարց եք տալի։ Ովքեր որ հայտարարել են իրենց վարչապետի թեկնածուին, ունեք նախընտրած թեկնածու իրենցից։ Ոչ, դեռ ոչ մեկ։ Ես չեմ կարող ասել, ժողովուրդում ընտրի նայր կլինի։ Դուք ունեք նախընտրած Ես թեկնածու։ կուզենայի Արման Բաբաջանյանը լիներ։ Ինչու։ Դտենց եմ ուզում։ Չգիտեմ, հույս ունեմ Փաշինյանը չլինի։ Չեմ կարող ասել։ Չունեք նախընտրած թեկնածու։ Ունեմ նախընտրած թեկնածու։ Չեմ ասի։ Փաշինյանին նորից կընտրում։ Ինչ իմանամ իրանց ձեռքը չի։ Նիկոլը։ Մենք կարծիք չունենք հույս չեմ, մեզ շատ։ Չեմ կարող ասել։ Չունեք նախընտրած թեկնածու։ Ոչ, Ինչու։ ну доверие я потеряла. Доверие ко всему. Поэтому нету доверия. Ես չեմ կարող ասել ով կլինի, ես իմ կարծիքը կարող եմ ասել, որ ներկայիս իշխանությանն եմ սատարում։ Ես։ Վարչապետ բարոն Նիկոլ Փաշինյան։ Եթե իմ կարծիքով լիներ, ես ոչ մեկին չեմ տեսնում։ Ինչու։ Չգիտեմ, Նիկոլը մի քիչ լավն է, ինքը բարի է, լավն է, բայց շատ թույլ մարդ է։ Մնացածին չեմ տեսնում։ Ամենարժանավորը։ Ով է ամենաարժանավորը։ Դժվար ասել։ Չունեք նախընտրած թեկնածու։ Հələ ընտրա ինչա կոչում ես շրջանը։ Նախընտրական։ Հələ ոչ մեկ։ Յալը չի սկսել, չէ՞։ Դեռ ոչ։ Դեպի սկսի իրանք ասեն խոստանալ կերևա։ Իսկ ովքեր որ հայտարարել են իրենց թեկնածուներին, ով պետք է լինի վարչապետ, ունեք իրենցից որևէ մեկը, որ ցանկանայիք տեսնել պաշտոնում։ Հələ չէ։ Անունները ասել են, բայց գործերի մասին չեն պատմել։ Ով կփրկի հայրենիքը, վերել պիտի դառնա։ Դեռ հայտնի չի, պետք է մենք ընտրենք, ում ընտրենք նայել կլինի Ազի ջան։ Ունեք նախընտրած թեկնածու։ Դեռ այսօր տատանվում եմ դեռ։ Տատանում եմ դեռ չեմ ուսումնասիրել իրենց գործունեությունը, ես դեռ շուտ է, վաղ է 100%-ով համոզվել է ընտրություններից առաջ ես կարող եմ այդ հարցին պատասխանել։ Իսկ ուզեք ներկայիս իշխանությունները կրկին վերընտրվեն։
Վերընտրվեն, բայց մի հարց կա, որ իրենք չեն նկատում, ես ուզում եմ օգնել մեր իշխանություններին, Ադրբեջանի կողմից, որ գնացքի ճանապարհները բացում են, մեր հետ բարեդարձական հարաբերություններ են ստեղծում, դա հնարավոր է ծուղակ է, դրա դիմաց իրենք ուզում են անշարժ գույք, իրենք շարժական գույք են տալիս, հեշտությամբ կարող են փակեն, բայց դրա դիմաց եթե մենք կապը Նախիջևանի եւ Ադրբեջանի հետ մենք Սյունիքի մարզով տվեցինք, հետագայում մեր համար խնդրեմ է, դրա համար ես առաջարկում եմ, որպես հայրենասեր մարդ անպայման պայմանագիր կապել, նոր բացել համաձայնվել իրենց գնացքի գծերը մեր Սյունիքի ճանապարհը իրենց նվիրելով, որ գնան ու գան։ Այդ մի հարցը վարչապետ ով լինի այդ հարցի մասին այժմվանից պետք է պայմանագիր կապել, թե չի ծուղակի մեջ մենք չընկնենք։ Անպայման պայմանագիր կապել իրենց այդ ժեստը միանգամից այդ մեծ օգնությունը, որ բացեցին ճանապարհը, գնացքներ բերեցին, նույնիսկ նավ տվեցին մեզ, կարող է դա թակարդ է, թակարդ, այդ թակարդից պետք է օգտվել, պայմանագիր կապել, անպայման պայմանագիր կապել, որպեսզի մենք հետագայում 99 տարով պայմանագիր կապեն, որ մենք խնդրի մեջ չմտնենք հետագայում։ Իսկ վարչապետը ով կլինի, թող բարով ղեկավարի, դեռ չեմ որոշել ես։